Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 7 մարտի, օրը շաբաթ, բարի երեկո։ Գավառում անցկացվել է նկարչական սիմպոզիում, նախաձեռնությունը Գավառի գեղարվեստի դպրոցինն է, ֆինանսավորել է Գավառի համայնքապետարանը։ Արդեն երկրորդ անգամ է Գավառի գեղարվեստի դպրոցը համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության հետ Գավառ համայնքում նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Գավառի գեղարվեստի դպրոցի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Ամեն ինչ տրամադրող է, հիանալի տեսարաններ են, կան հասցեներ, որոնք բացահայտում ենք միասին։ Իրենք կունենան հետագայում հնարավորություն իրենց էտյուդային տեղանքը ընտրելուց նաև ներառել Գավառ համայնքը։ Նկարիչների միության անդամները գեղարվեստի դպրոցի սաների հետ, չնայած օրացույցով գարուն է, Գավառի բնակլիմայական պայմանները հնարավորություն են ընձեռում տարբեր բնակավայրերում կտավին ձմեռային տեսարաններ ու պատմամշակութային կոթողներ վրձնել։ Այս անգամ սիմպոզիումին մասնակից նկարիչների միության անդամներին միացել է նաև նախագահը։ Այս հնարավորությունը ընձեռում է բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի նկարիչները գան, աշխատեն եւ շատ հատկանշական է, որ երիտասարդները նույնպես միացել են մեզ եւ իրար հետ ուրեմն աշխատում ենք պլեներում, ստեղծում կտավներ։ Նկարչական սիմպոզիումին մասնակցել է նաև լավ հնարավորություն է գեղարվեստի դպրոցի սաների համար։ Նրանք հնարավորություն ունեն աշխատելու մասնագետների ու վաստակավոր նկարիչների հետ, լսելու նրանց դիտողություններն ու խորհուրդները։ Գույնը որն ակտիվացրել ես, այստեղ կորել է սրա իմաստը սա։ Իրան ավելի փոճուրացրել է, որ ինքը կարողանա արտահայտի գայս կողմ։ Մեծանա, լավ բալես։ Մենք ունենք հնարավորություն ցույց տալ մեր ունակությունները եւ հարկ եղած ժամանակ խորհուրդ վերցնել մեր նկարող նկարիչներից։ Սիմպոզիումի 7 օրերը եզրափակվում են Հայրավանքի տարածքում եկեղեցու ու Սևանի ձյունոտ թեմատիկայով։ Այս օրերին կատարված աշխատանքներով կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են ինչպես նկարիչների միության անդամների, այնպես էլ գեղարվեստի դպրոցի սաների ընտրված աշխատանքները։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Թումանյանական շաբաթը Գեղարքունիքի մարզային գրադարանում ամփոփվել է հեքիաթի բեմադրությամբ։ Շաբաթվա ընթացքում տարբեր միջոցառումներով գրադարանում հյուրընկալված աշակերտների ցանկը համալրել են նաև Երանոցի դպրոցականները։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացնելու հրավերին արձագանքել է նաև Երանոցի համար 1 միջնակարգ դպրոցը։ Աշակերտները բեմադրում են Անբան հուռին հեքիաթը։ Հեյ ժողովուրդ, տեսեք ոնց է բախտս բերել, կնիկ ունեմ աշխատասեր։ Որոշեցինք մի փոքր դուրս գալ դպրոցական միջավայրից, ավելի մոտենալ գրքին, գրադարանի միջավայրը շատ տրամադրող է եւ որոշեցինք մեր Թումանյանին նվիրված միջոցառումը անցկացնել այստեղ, շատ գեղեցիկ գրքային միջոցառում ստացանք։ Երանոցի դպրոցականներին բարի գալուստ է մաղթում մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, կարևորելով դպրոց գրադարան կապի սերտացումը, այն որ գրադարանները գիրք վերցնել հանձնելու վայրից դարձել են կրթական ու մշակութային զարգացման կենտրոններ, արդեն իրողություն է։ Այս փաստն ուրախությամբ է արձանագրվում եւ գրադարանի ներսում եւ գործակից հաստատությունների շրջանում։ Ի վերջո, սա եւս մեկ քայլ է գիրքն ու ընթերցանությունը նախընտրելի դարձնելու ճանապարհին։ Բոլոր դպրոցները ունեն հնարավորություն ինքնարտահայտվելու եւ ինքնադրսևորման համար։ Գրադարանը անում է հնարավորինս, որպեսզի մեր ընթերցողները ոչ միայն լինեն պարզապես ընթերցողներ, այլ իրենց մասը ունենան մեր միջոցառումների կայացման եւ մասնակցության համար։ Համագործակցության հարթակը փորձում ենք հնարավորինս ընդլայնել, ներգրավելով ոչ միայն Գավառի տարածաշրջանի դպրոցներին, այլ նաեւ այլ համայնքների դպրոցներին, մանկապարտեզներին եւ այլ կրթօջախներին։ Ժամանակակից աշխարհում, որ թվային տեխնոլոգիաները մի փոքր ուզում են առաջ ընկնել եւ ընթերցանության հանդեպ սերը նվազեցնել, շատ լավ հնարավորություն է երեխաներին անընդհատ մոտ պահել գրքին, գիրք կարդալու մշակույթը զարգացնել, գիրք նվիրելու մշակույթը զարգացնել։ Անբան հուռին հեքիաթի բեմադրությունը վայելում են Գավառի համար 1 հիմնական դպրոցի երկրորդ դասարանցիները, բայց նրանք միայն հանդիսատես չեն, իրենք էլ ասելիք ունեն։ Դասվար Սիմա Պապյանի հետ գրքի նվիրատվություն են կազմակերպել, ընթերցանության կարևորության մասին են խոսում եւ միմյանց գրքեր նվիրում։ Այսպես գրքառատ եւ հեքիաթաշունչ տրամադրություններով Գեղարքունիքի մարզային գրադարանն ամփոփում է Հովհաննես Թումանյանի ծննդյան գիրք նվիրելու եւ մայրենիի օրերի միջոցառումները, որոնց ողջ ընթացքում ցուցադրվեցին
Գավառի գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։